О том, что у нее рак, Мария узнала после визита в кабинет дерматолога. Երկու գերտերությունները, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը գրեթե միաժամանակ պաշտոնապես հայտարարել են քաղցկեղի բուժման նոր մեթոդների մասին։ Այսպես, Միացյալ Նահանգները հայտարարել է իմունոթերապևտիկ նոր միջոցի մասին, որը մաշկային ներարկման մեթոդ է, ուղղված քաղցկեղի դեմ։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը խոսել է հատուկ յուրաքանչյուր հիվանդի համար մշակված քաղցկեղի պատվաստանյութերի արտադրության նպատակի մասին։ Ինչ է առաջարկում Ռուսաստանը։ Ռուսաստանյան 3 առաջատար կլինիկաներ երկրի առողջապահության նախարարությանը համատեղ ներկայացրել են փաստաթղթեր մելանոմայի դեմ պատվաստանյութերի արտադրություն սկսելու մասնագիտական հիմնավորումներով։ Մասնագետների համոզմամբ այս գիտական առաջարկի կյանքի կոչմամբ հնարավոր կլինի կանխարգելել ուռուցքի զարգացումը եւ մետաստազները։ Ըստ Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինզբուրգի արդեն ձևավորվել են պացիենտների խմբերը, որոնք պետք է փորձնական ստանան պատվաստանյութերը։ Ուսումնասիրվել են այդ մարդկանց գենետիկ տվյալները եւ գիտնականները պատրաստ են բուժումը սկսել 1-1.5 ամսվա ընթացքում թույլտվություն ստանալուն պես։ Մասնագետները մանրամասնել են, որ վակցինան մշակվելու է ամեն հիվանդի գենետիկ առանձնահատկությունների եւ ուռուցքի ուսումնասիրության հիմքով ամեն պացիենտի համար առանձին։ Բժիշկները հայտարարել են նաև արդեն սպասում են թոքերի քաղցկեղ ունեցողների մի խմբի փորձնական ներարկումների կլինիկական արդյունքներին։ Առանձնացվել են այն պացիենտները, որոնց մոտ քաղցկեղը գնահատվել է ագրեսիվ եւ արագ տարածվող։ Այս խմբի համար ստեղծվող առանձին վակցինան նպատակ ունի կանխարգելել ուռուցքի աճն ու մետաստազների հայտնվելը։ Մասնագետները նոր պետք է իմի բերեն պատվաստման արդյունքները։ Ըստ Guardian-ի նման պատվաստանյութ մշակվել է նաև Անգլիայում, այն փորձարկվել է եւ ապահովել, այսպես ասած, գրեթե բարենպաստ արդյունք, բայց խիստ սահմանափակ է կիրառվում տարբեր տեսակի քաղցկեղների բուժման գործընթացում, երբեմն ցուցվում է լեղապարկի, կոլորեկտալ եւ մի շարք այլ քաղցկեղների դեպքում։ Անգլիացի բժիշկների փորձարկած պատվաստանյութը խոստումնալից արդյունք է տվել հատկապես հիվանդության կրկնությունը բացառելու տեսանկյունից։ Մասնագետների գնահատմամբ այն արդեն արտադրության փուլում ավելի մատչելի կլինի եւ պակաս կողմնակի երևույթներով, քան այլ մեթոդներ։ Իսկ ինչ է առաջարկում Միացյալ Նահանգները։ Մինչ Ռուսաստանը հայտարարում է իր փորձարկումների մասին եւ սպասում առողջապահության նախարարության հաստատմանը, Միացյալ Նահանգների սննդի եւ դեղերի վարչությունը արդեն հաստատել է Merck & Go ընկերության մշակած դեղի նոր մաշկային ներարկման տարբերակը։ Այն ակտիվացնում է իմունային համակարգը, այդպիսով պայքարելով ուռուցքի տարածման դեմ։ Նոր ներարկումային միջոցը ներարկվում է մաշկի տակ, ընդամենը 1-2 րոպեում փոխարինելով ավանդական 30 րոպեանոց ինֆուզիան, ներարկային բուժումը։ Քաղցկեղի բուժման դեղը արդեն լայնորեն կիրառվում է մելանոմայի, թոքերի քաղցկեղի, երիկամի ուռուցքի եւ այլ ուռուցքային հիվանդությունների բուժման համար։ Reuters-ը այս նորամուծությանը մեծ կարևորություն է տալիս։ Իդեպ առողջապահության ոլորտում Միացյալ Նահանգները եւս մեկ, այսպես ասենք, բացահայտում է արել, որը փոթորկել էր ոլորտը։ Նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը կոչ էին արել հղի կանանց չօգտագործել Tylenol, այսինքն պարացետամոլ, քանի որ այն ըստ նրանց կարող է երեխաների շրջանում աուտիզմի առաջացման պատճառ լինել։ Պարացետամոլը Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում ամենատարածված ջերմիչեցնող եւ ցավազրկող դեղամիջոցներից է։ Բժիշկները միանշանակ չեն ընդունել նախագահի հայտարարությունը, հակադարձել են, որ հղիության վաղ փուլում գրեթե բացառում են ցանկացած դեղ, ավելին, նման հայտարարության համար պահանջել են լրացուցիչ ապացույցներ։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։